Einmal, okay, das tut ja gar nicht, jetzt haben wir es jetzt bei der Ansicht gerade gegen einen Tag Pitchquare, Ivan Dutune, Tarapanka, jetzt haben wir was, das was, Minchev Hanen, okay, das Tuskuka. 28 տարվա լուսաբաց ամեն օր նույն հոգսը, ամեն տարի նույն մտահոգությունը։ Ես էլ արդեն հասագո մարդ 80 տարեկան, այսօր կան վաղը չկա։ Բայց երեխեքս կմնան ինչ-որ թե ես այդպես թողնին էստան աշխարհից։ Իմ երթալելը հեչ, ես չեմ մտածել մասին, բայց ոչ երեխեքս առանց օտեվանենը դիգե հարց։ Սնկերն անտառում մաճում են անձրևից հետո, սնկերը Գյումրիում մաճում են տարին բոլոր։ Դրանք տխրություն, հուսահատություն են բերում, լքվածության եւ անորոշության զգացում են բերում, քանզի սնկերը Գյումրիում մաճում են տնակներում։ Դիա, խնդրեմ, սնկերը, դիա, բալիկը վարես։ Չդեմ, այս արանքներն է, խնդրեմ, սաղ բամբակ է դրուր, որ մգներ չմգնի, ծուրդը կամի չպճե, չդեմ, աղթով չդեմ։ Տնակը քայքայված է այնպես ինչպես սննակաբնակների առողջությունն է քայքայված, փոքր է, սակայն մեծ սիրտ ունի, ջերմություն ունի, հույս ունի, 13 բնակարան, 13 ընտանիքի, այս գաղափարը կյանքի է կոչվում Հայաստանում նախադեպը չունեցող քայլով, իրականացվում է դրամահավաք համաշխարհային ընդգծումով։ Նախագծի եւ գաղափարի հեղինակը գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյալն է։ Ասում է, այս դրամահավաքը կարծես հայտնի եւ իր կողմից հեղինակած ամոթի օր նախագծի շարունակությունն է։ Դրամահավաքի նման ձևաչափն ինքնանպատակ չէ։ Տարիներ շարունակ բարձրաձայնվող անօթևանության խնդիրը լուծելու համար սա էր նպատակահարմար։ Այս տարի որոշեցինք դրամահավաք կազմակերպել ու այս ամեն ինչին մոտ 1 ամսում միացան լիքը մարդիկ։ Դրամահավաքից հետո շարունակվելու է քարտեզագրման process-ը, որտեղ որ կտեղադրենք բոլոր անօթևանների տվյալները հեռախոսի համարով եւ կապի միջոցներով, որովհետեւ մարդիկ գտնին օգնեն։ Հայտնի գյումրեցի դաշնակահար Տիգրան Համասյանը կնվագի Գյումրիում, կնվագի հենց տնակային թաղամասում, այն նույն ցեխի եւ դժվար կեցության պայմաններում, որում ապրում է գյումրեցի անօթևանը 1988-ից հետո մինչ օրս։ Համերգը Հայկ Բարսեղյալի նախաձեռնությունը եւ Տիգրան Համասյանի, իսկ ուղիղ եթերի գաղափարը Հայկը եւ Տիգրան Վիրաբյանը արդեն առաջարկեցին մեր հեռուստատեսությանը, որ մենք ապավենք տվյալ օրը ուղիղ եթեր։ Համերգի սկզբանը պետք է լիներ տնակի մեջ, բայց քանի որ արձագանքները ավելի մեծ էին եւ նաեւ մայրաքաղաքից տարբեր քաղաքներից պետք է այցելեն Գյումրի Տիգրանի համերգին, որոշվեց համերգը տղաների կողմից կատարվի արդեն դրսում։ Կարևոր այս ձեռնարկի շրջանակներում բոլորս կհանդիպենք մի քանի օրից, ունենանք մեր ներդրումը մեր համակարգացիների կյանքի որակի բարձրացման, օր առաջ նրանց աջակցության եւ հանուն բոլորից պատվի փրկության գործում։ Դրամահավաքն այս պահին շարունակվում է։ Արմենու Հիմինեսյան, Սամվել Պողոսյան, Օրագիծ։